Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, ես ձեզ ողջունում եմ FM 106 եւ 5 հաճախականությամբ, գործարար ալիքն եք դուք լսում, սա խոսենք օրենքից հաղորդաշարն է, Մանուշ Եսայանի հեղինակային հաղորդաշարն է, Դավիթ Խումարյանն է այն ձեզ համար վարում, երկրորդ խոսափողի մոտ, բաժանորդագրվեք մեզ նաեւ համացանցում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում, որպեսզի բաց չթողեք թողարկումները եւ դիտեք մեզ, ոչ միայն լսեք։ Այսօր խոսելու ենք օրենքի կենցաղում հանդիպող ինչ-որ հերթական մի իրավիճակից խնդրից, դե միգուցե խնդիր չի, չէ, միշտ չի որ խնդիր է, ինչ-որ մարդկանց մոտ նաև առանց խնդիրների է լինում։ Խոսքը ժառանգության իրավունքի մասին է, երբ քեզ հարազատ ինչ-որ մի մարդ գնում է ավելի լավ աշխարհ, հա, մենակ այդ դեպքում է, չէ, դա, այսինքն ուրիշ տարբերակ չկա։ Պարտադիր պայման է։ Իրա գույքը եւ նաև պարտականություններն էլ կարծում եմ, չէ, պարտավորությունները անցնում են ընտանիքի անդամներին կամ ինչպես մենք պարզեցինք կան նաև ինչ-որ ուրիշ տարբերակներ, եթե մարդը նախապես նշում։ Ժառանգության իրավունքից խոսենք։ Շատ հետաքրքիր թեմա է ու ինչու եմ ես այս թեման հատկապես սիրում, որովհետև ցավոք սրտի մեր հասարակությունում ոչ միայն մեծերը, այլ նաև երիտասարդները մի քիչ չեն հասկանում այդ ժառանգության ինստիտուտը ոնց է աշխատում, ինչպես է աշխատում։ Հիմա մեծերի մոտ այս խնդիրն է, իրենք մտածում են, որ եթե իրենք քանի կենթանի են, բոլորը հաշտ են, ուրախ են եւ զվարթ, եւ բոլորը իրենց երեխաները հաշտ ու խաղաղ ապրում են, ապա իրենց մահից հետո դա եւս այդպես է լինելու, բայց ցավոք սրտի հաճախ այդպես չի։ Ու մենք փաստաբաններս ցավոք սրտի հանդիպում ենք խնդիրների, երբ տեսնում ենք, որ ծնողների մահից հետո սկսում են այնպիսի վեճեր, որոնք որ կարծես թե չպետք է սկսեին ու սկսում են շատ տենց լուրջ ժառանգություն կիսելու խնդիրներ, էմոցիոնալ առումով շատ ծանր եւ նաեւ իրավական առումով շատ ծանր։ Ու այս խնդիրներին, երբ մեր քաղաքացիները բախվում են, հասկանում են, որ այդ հարաբերություններում իրենք ունեն որոշակի այնպիսի հանդիպում են այնպիսի իրավիճակների, երբ չեն հասկանում ինչ պետք է անել կամ ոնց է իրավիճակից դուրս գան։ Այդ 6 ամիս շուտ, 6 ամսվա մեջ, 6 ամիս հետո դա էլ է շփոթություն առաջացնում։ Շատ կարևոր հանգամանք է, որ բոլորը այսպես մեկն միշտ ֆիքսեն ու մեկն միշտ հասկանան, ու ես հաճախ եմ իմեջում նաև դրա մասին խոսում, որ ժառանգություն ընդունելու դիմումը պետք է ներկայացվի ոչ թե մահացողի մահի պահից սկսած 6 ամիս հետո, այլ 6 ամսվա ընթացքում, սա շատ կարևոր գործ է, այսինքն անձը մահացավ 6 ամսվա ընթացքում այդ ժառանգության դիմումը պետք է տրվի նոտարին։ Սա մեկ։ Երկրորդ խնդիրը դա ով կարող է դիմել ժառանգության։ Ժառանգության մենք ունենք հերթականություն, այսինքն օրենքը առաջին հերթի ժառանգն է, երկրորդ հերթի, երրորդ, այսպես ասած դասակարգում ունի։ Առաջին հերթի ժառանգներն են ամուսինները, երեխաները։ Այսինքն եթե կան ամուսինի երեխա, կենթանի, ուրեմն իրենք պետք է դիմեն այդ ժառանգությունը, այսպես ասած, ստանալ նպատակով։ Երկու դեպք է պրակտիկայում հանդիպում, ինչու չեն դիմում։ Մտածում են, որ դե լավ, հիմա հենց մարդը մահացավ, գնամ, ցենց մի անգամ ժառանգության դիմում գրեմ, կմտածեն ես շատ սպասում եմ այդ օրվան, շատ սպասում եմ այդ օրվան եւ գույքի համար եմ անհանգիստ եւ այլն եւ այլն։ Եվ երկրորդ դեպքը, այսինքն առաջինը դա է, որ մարդիկ խուսափում են եւ դրա հետ մեկտեղ նաեւ այդ չիմացությունը 6 ամսվա մեջ կամ 6 ամիս հետո, եւ երկրորդը, որ հակառակը շատ լավ գիտեն իրենց իրավունքները եւ պարտականությունները եւ հասկանում են, թե գնան ժառանգություն ընդունեն, պայմանական, չգիտեմ, իրենք ունեն ինչ-որ պարտավորություններ, ինչ-որ խախտումներ, հարկադիրում, այսպես ԴՀԿ-ի տակ են ժողովրդական լեզվով ասած, հա, ու եթե ժառանգություն ընդունեն, ուրեմն խնդիր է առաջանալու այդ ժառանգական գույքն էլ այդ պարտավորությունների համար արդեն կորցնելու են, հա։ Այսինքն այս երկու դեպք է։ Իհարկե, այս երկրորդ կատեգորիա քաղաքացիներն ավելի գիտակից են, ավելի հեշտ է նրանց հետ աշխատել, առաջին կատեգորիայի հետ ավելի մի քիչ բարդ է աշխատել, դե նրանք որպես այդպեսին չեն հասկանում, բայց դե ոնց հիմա այդ 6 մարդը նոր է մահաց։ Մամաս նոր 6 ամիս է մահացել է, ես ինչի վազելով գնամ, բայ մասին ինչ կմտածեն, բայ ինձ ինչ կասեն, այս հասարակական կարծիքի կարևորությունը այստեղ շատ մեծ դեր ունի։ Սրանք այս երկու հիմնական խնդիրներն են, հիմնական կատեգորիաներն են։ Այսպես ասած ժառանգների մոտ ինչ է հանդիպում։
Հիմա անցնենք Դա հետո բերում է, չէ, իրավական խնդիրների, այսինքն 6 ամիս անցնում է, եթե նոտարին ոչ մեկ չի դիմում ժառանգներից, ինչ ալնում դրանից հետո։ Ինչ ա լինում, այստեղ հետո գալիս է ասում է ըստ դիմումի ժառանգություն եւ փաստացի տիրապետման ուժը, վիրաբանական տերմինը դա է նշանակում։ Ինչ է այդ փաստացի տիրապետման ուժով ժառանգություն ընդունելու գործընթացը օրինական, ինչ է դա նշանակում։ Պայմանական ծնողներից մայրը մահացավ կամ հայրեական ծնողը մահացավ, երեխաները չեն գնում եւ 6 ամսվա ընթացքում դիմում չեն ներկայացնում։ Բայց շարունակում են այդ ժառանգական գույքի, օրինակ սեփական տունը, այդ տանը ապրել, օրինակ երեխաներից մեկը շարունակում է ապրել, շարունակում է վճարել կոմունալները, չգիտեմ, վերանորոգում է անում եւ այլն, այս ստացվում է փաստացի ժառանգական գույքը ինքը տիրապետում է։ Այստեղ խնդիրը շատ ավելի հեշտ է լուծվում, գնում են հետո պայմանական 2 տարի հետո, 2-3 տարի հետո նոտար, երբ հիշում են դրա մասին։ Սովորաբար այդ հիշում են, երբ ուզում են վաճառեն կամ այսինքն երբ որ ինչ-որ պիտի գործողություն արվի ժառանգության ենթակա գույքի։ Այո, կամ նվիրեն այդ ժամանակ են հիշում։ Այդ ժամանակ արդեն նոտարն ասում է, այ դուք բերեք փաստեր, որ դուք ժառանգատուի մահանալուց հետո 6 ամսվա ընթացքում փաստացի տիրապետել եք։ Այդ փաստերը որոնք են։ Կոմունալը վճարել եք, չգիտեմ, տանիքը վերանորոգել եք, օրինակ, ինչ մամ, գույքահարկը վճարել եք։ Իսկ սպասարկել եք, փաստացի ինչ որ գործողություններ եք արել այդ գույքի վրա։ Ժառանգական գույքը, որ պահպանեք, սեփականությունը այսպես պահպանեք։ Ու արդեն այդ փաստաթղթերը ներկայացնում նոտարը բացում է ժառանգությունը եւ էլի տալիս է ժառանգության վկայագիր։ Այ խնդիրը առաջանում, երբ մենք չենք կարողանում դա ներկայացնել, կամ օրինակ այդ կտրոնները, որը որ վճարել ենք կոմունալ, չգիտեմ ինչ, լրիվ ուրիշ մարդու անունով է։ Մանուշ, իսկ եթե 2 հոգի են, մեկը փաստացի շարունակում է այդ գույքը տիրապետել, բայց ինքը ունի 2 զավակ, այսինքն 2 ժառանգ։ Այդտեղ բաժանման հարց չի բացվում։ Բացվում է։ Այստեղ հենց այդ վեճերն են գալիս, արդեն են մեկն ասում է, բայ ես էլ եմ փաստացի տիրապետել, բայ ինչի է։ Չէ, եթե չի տիրապետել փաստացի։ Հա, բայց ինքը գնում ասում է տիրապետել եմ։ Չէ, իսկ եթե չի տիրապետել, չունի բան։ Ժառանգության իրավունք, եթե ժառանգությունը բացվում է, նոտարը արդեն փնտրում է ժառանգներ։ Չէ, մի հատ sense իրավիճակ նայենք, տեսեք։ Կա մարդ, ով ունի սեփական տուն եւ ունի 2 զավակ։ Զավակներից մեկը փաստացի ապրում է այդ տան մեջ, մյուսը խոպանում է արտասահմանում։ Ոչ մեկը իրենցից 6 ամսվա ընթացքում չի դիմում նոտարին ժառանգության հարցով։ Անցնում է 3 տարի, վերադառնում է արտասահմանից եկածը, ասում է՝ «Սա իմ հոր մոր տունն է, ես ունեմ իրավունք կեսի վրա»։ Այս մյուսն էլ ասում է՝ «Չէ, դու ժառանգություն չես բացել, ես էլ չեմ բացել, բայց ես ունեմ վճարման կտրոնները, անդորագրերը, որ ես փաստացի խնամել եմ այս գույքը եւ զբաղվել եմ այս գույքով եւ ստեղ եմ բնակվել»։ Այդ դեպքում այն մյուս ժառանգորդը, որը որ փաստացի չի տիրապետե գույքին, ունի ինչ որ իրավունքներ, թե այդտեղ դատարանն է որոշում ըստ հանգամանքների։ Որովհետև տեսեք, սովորաբար ինչ է լինում այս դեպքում։ Նախ նոտարել ժառանգության վկայագիր չի տալիս, որովհետև երբ մի քանի ժամանակ անց հայտնվեց ինչ որ մի ժառանգ, այդ մի ժառանգը եկավ ու դիմում տվեց նոտարին ու ասեց՝ «Այ ես էլ իմ կտրոնները ես եմ փաստացի տիրապետել», ժառանգը այդ ժամանակ նոտարի մոտ հայտարարություն է տալիս, արդյոք կան ուրիշ ժառանգներ, թե ոչ, ընդ որում կեղծ հայտարարություն տալու համար քրեական պատասխանատվություն է նաև նախատեսվում, ու դե բնականաբար նա գրում է, որ ժառանգներ, չգիտեմ, եղբայրը, քույրը եւ այլն, հա։ Այս ժամանակ նոտարը արդեն ասում է, դե ուրեմն այդ եղբորից, այդ քրոջից եւ այլնից բեր դիմում հայտարարություն, որ իրենք հրաժարվում են ժառանգության իրենց բաժնից, որ ես քեզ վկայագիր տամ։ Այդտեղ սկսվում է կոնֆլիկտ։ Այ եթե այդ ժառանգները տալիս են այդ դիմում այդ հայտարարությունը, որ այո մենք հրաժարվում ենք, այո մենք ընդունում ենք, որ դու փաստացի մենք չենք տիրապետել, ոչ ման այդ գույքի մասին չենք արել, եղբայր ջան դու ես արել, այստեղ խնդիրը լուծվում է ու ժառանգության վկայագիրը ստանում է այդ անձը, բայց 99% դեպքերում առավել եւս վերջին շրջանում, երբ Հայաստանում գույքը զգալիորեն աճել է, բոլորը նստած մտածում են եւ հիշում են, որտեղ ունեն մահացած տատիկ, որտեղ ինչ առանցավոք սրտը, այսպես է, շատ տգեղ իրավիճակ է, որ մենք սկսենք հələ կարող է ինչ-որ միտեղից մի կտրոն գտնենք, որ մենք ժառանգությունը ընդունել ենք փաստացի տիրապետման ուժով ու գնանք նոտար ժառանգության դիմում տանք։ Այս դեպքում նոտարը բնականաբար մերժում է ժառանգության
վկայագրի տրամադրումը եւ արդեն այդ կողմերը գնում են դատարան եւ սկսում են իրենց իրավունքները, այսպես ասած, արդեն դատարանում պաշտպանել եւ դատարանում արդեն փաստերի ներկայացման, այսպես ասած, համակցությամբ դատարանը վճիռ է կայացնում, թե այո, սա մեկ ժառանգ է, թե նրանք իսկապես ինչ որ իրավիճակներում հայտնվել են եւ գույքը տիրապետել են, տնօրինել են, ինչ որ մի բան արել են այդ գույքի հետ։ Այսպես է իրավիճակը, այսպես է խնդիրը, այսպես ասած լուծվում հետագայում դատարանում։ Ու ամբողջ խնդիրը նա է, որ նման իրավիճակներում այդ դատական process-ները կարող են դիցուկ մինչև 10 տարի տևել։ Հա, հասկանալի է, ինքը բարդ Մեկը գործ է։ իր իրավունքն է պաշտպանում։ Ու մենք այս ժառանգական հարաբերությունում ունենք մյուս խնդիրը կտակը։ Ուրեմն կտակը ինչ է։ Կտակը, երբ անձը իր կենդանության օրոք դիցուկ ունի մի քանի երեխաներ, բայց որոշում է, որ չի ցանկանում այդ գույքը կտակել, չի ուզում իր մահից հետո այդ գույքը մնա որևէ մեկին եւ որոշում է կտակել օրինակ իր գույքը իր եղբորը կամ հորքուրի աղջկան կամ ընդհանրապես երրորդ անձը։ Որևէ բարեկամական կապ չունեցող մարդու։ Կամ դիցուկ իր երեխաներից որևէ մեկին է ուզում ամբողջը։ Այս դեպքում անձը գնում է նոտար, գրում է կտակ եւ այդ կտակի բովանդակությունը սովորաբար ժառանգներին հայտնի է դառնում, երբ անձը մահանում է։ Ինչ է այստեղ տեղի ունենում։ Վերցնում են օրինակ պայմանական հայտնում եմ իրավիճակ, անձը մահացել է, հիմնական ծնողը մահացել է, գնում են երեխաները նոտար, դիմում են գրում, որ ժառանգություն ստանան, պարզվում է պապան կտակ է գրել։ Ոնց է պարզվում, Մանուշ։ Նոտարը եւ դիմումը ընդունում է, անձի տվյալները մուտք Հա, հաղթում է։ այդտեղ ինչ մի համակարգ կա, որտեղ ֆիքսվում է, որ այս մարդը ունի բան, Հիմա ունի դա կտակ։ թվայնացվել է, դա հեշտ է, առաջ ավելի դժվար էր, սենց բանի ծննդյան մահվան վկայականի վրա կներեք բաներ, սենց նշում էր արվում, որ ժամանակին այս մարդը ինչ որ մի նոտարում, նոտարում ինչ որ գործողություն արել կամ ինչ որ փաստաթուղթ է, սկսում ես դուք գտնվելու վայրի նոտարից, որ այդ նոտարը արխիվից հանի, տեսնի դու կտակ ունես, թե չէ, հիմա թվայնացվել է, հիմա հեշտ է։ Ու այստեղ սկսվում է արդեն, այսպես ասած, երկրորդ շատ լուրջ խնդիրը, բա այս մեր պապան, մեր մաման, որ կտակել է այս գույքը հորեղբորս տղուն։ Այ ուրեմն հորեղբորս տղան ինչ որ մի ձև ազդել է, այո։ Ազդել է, մեր պապան չի հասկացել, ինչ ենք անում եւ այլն։ Ու կտակը պետք է անվավեր ճանաչվի։ Մեր դատական պրակտիկան այնպիսին է, որ կտակ անվավեր ճանաչելու դեպքեր, անկեղծ ասած, ես չգիտեմ։ Այսինքն դրանք պետք է առերևույթ այնպիսի դեպքեր լինեն, որ կտակում առերևույթ երևա, որ կտակը իսկապես անձը չգիտակցելով է գրել եւ այլն, չխափելու կամ չգիտեմ ինչով, որ նոր կտակ անվավեր ճանաչի։ Մնացած բոլոր դեպքերում դատարանների դիրքորոշումը հետեւյալն է, ասում է հարգելի կողմեր, ես չեմ կարող հետ գնալ մահացած մարդու կամքը բացահայտել ու հասկանալ արդյոք 2015 թվականին այս մահացած մարդը եւ գնացել էս կտակը գրել է եւ կտակել է իր գույքը Պողոսին իր հարազատ կամ ոչ հարազատ նա այդ կամքը իրապես ունեցել է թե ոչ ու ես որպես դատարան ինձ իրավունք չեմ վերապահում այդ կամքի վրա ազդել այդ կամքը փոխել ասել չէ իրականում այ իր կամքը պիտի գնա կնոջը կամ բան զավակների այո ու այս դեպքերում երբ մենք քաղաքացիների ներկայացնում ենք ասում ենք արգել քաղաքայից ընդունում եմ դիցուկ այո անտրամաբանական է ինչու է այսպես այո հետաքրքիր է ինչու է ձեր հայրը կամ ձեր մայրը կտակել իր գույքը ոչ ձեզ այլ Ինչ երրորդ մարդու բայց մենք սա դատարան այսպես ասած ուղարկել էս գործ ու դատանում պայքարել սա ոչինչի մասին է եկեք չգնանք այս process-ին շատ ժամանակ բայց քաղաքացիներ նախընտրում են միևնույն է մտնել այդ process-ի մեջ Կտակի առանձնահատկություններից մեկը նաև այն է, որ օրենքն ասում է, եթե անգամ կա կտակի, այդ մասով ես մի քիչ վերապահում ունեմ իրականում, չեմ ընդունում օրենսդրի դիրքորոշումը, բայց օրենսդիրը այդպես է որոշել։ Ասում է, անկախ նրանից կտակարի կամքը ինչ է ու կտակը ինչ է գրվել, կան պարտադիր ժառանգության բաժին ունեցող անձինք։ Այսինքն, եթե ես իմ մեռնելու ժամանակ ուզում եմ, որ իմ մեռնելուց հետո ուզում եմ, որ իմ ամբողջ գույքը անցնի իմ որդուն, մեկ որդուն, դիցուկ ունեմ երկու որդի, ուզում եմ անցնի մեծ որդուս, բայց եթե իմ մահանալու ժամանակ կտակը բացվեց եւ պարզվեց, որ ես ունեմ հաշմանդամ որդի եւ այլն, ովքեր որ ունեն պարտադիր ժառանգության իրավունք օրենքով, ինքը անկախ նրանից թե ես իմ կամքով որոշել եմ, որ ես ամբողջ անցնելու եմ իմ այս մեծ որդուն, միևնույն է օրենքը
ուղղակի ազդում է իմ կամքի վրա եւ ասում է չէ, այ ձեր այն մյուս որդին ունի այնտեղ եթե թվերը չասեմ, բայց ինչ որ մի մասի իրավունք։ Եթե առանձնահատուկ հոգատարության կարիք ունեցող անձ է։ Հաշմանդամություն, այդպիսի սահմանումներ կան։ Այս մասով որպես իրավաբան ես իհարկե դրան բացասական եմ նայում, ինչ առումով, որովհետեւ ի վերջո եթե կտակը կամային կամ կարտահայտելու գործարք է, որևէ մեկը այդ թվում նաև օրենսդիրի իրավունք չունի կամքի վրա։ Տրամաբանությունը ինձ հասկանալի է, տրամաբանությունը, բայց այո, որ խոցելի խավի մեջ հայտնված քաղաքացին, այսինքն մարդը չմնա 0-ի վրա։ Այո, բայց այս դեպքում դու չես կարող, դու ստացվում է որպես օրենսդիր օգտվելով քո լծակներից դու սահմանափակում ես մարդու ազատ կամքի իրավունքը իրեն պատկանող ընվում իր ստեղծած իր միջոցներով ձեռք բերած իր ստեղծած գույքը ազատորեն տնօրինելու կամ հանձնելու X անձի։ Ու այստեղ էլ են սկսվում արդեն դատական վեճեր, այսինքն այն փոքր բաժին ստացողը սկսում է խոչընդոտներ ստեղծել, որտեղ այդտեղ սկսում է մրցակցության, անհավասարության զգացումը, վիրավորանք անձնական, ինչի տենց մարդիկ սկսում են պատերազմել գոյություն չունեցող մարդու հետ այլևս։ Այո, սա է առաջամ խնդիրը։ Բայց ես բազմաթիվ նաև խորհրդատվություններ եմ ունենում, գալիս են մեծերը եւ ասում են, ես ուզում եմ այսպես անեմ, ես միշտ խորհուրդ եմ տալիս, ուզում են նվիրատվություն անեն ընդ որում։ Մինչեւ։ Այո, մինչեւ իրենք չեն գտակի մասին այդքան տեղեկացված չեն եւ ուզում են նվիրատվություն, ասում են, ես ուզում եմ հիմիկվանից այս ամբողջը նվիրեմ եւ այլն։ Այս դեպքում ես սովորաբար մեծերին մի խորհուրդ եմ տալիս, ասում եմ մի արեք, որովհետեւ ցավոք սրտի այս կյանքը շատ տարօրինակ է եւ երբեք չգիտես արդյոք քո երեխան քեզ մի օր չի կանգնի, դու չգիտես նախ դու ինչքան կապրես եւ երկրորդը դու չգիտես արդյոք այդ պայմանական այսօր դու նվիրատվություն արեցիր այդ տունը քո երեխաներից մեկին կամ բոլորին նվիրատվություն արեցիր, դու կապրես եւս 10 տարի կամ 20 տարի եւ արդյոք 5 տարի հետո այդ երեխաները չեն գա ասեն դե մամա ջան կամ պապա ջան ստեսություն սա այլևս քոն չի կարող ես դուրս գալ այս տնից։ Նա այդպես իրավիճակներ են լինում եւ դրա համար ցավոք սրտի ես սովորաբար մեր մեծերը երբ գալիս են այդպիսի ցանկությամբ, ես իրենց միշտ խորհուրդ եմ տալիս գնալ կտակի ճանապարհով, իհարկե նաև ներկայացնելով ինքը թանկ ծառայություն է, Մանուշ։ Նոտարական գործողությունները նոտարում տարբեր գներ են, տարբեր գներ են, հա, ու մոտավորապես կարող են ասել 25,000-ից մինչև 150,000, այսպես կախված ծավալը երևի, հա, կախված այո ինչ գույքերի քանակից եւ այլն, այսպես է։ Գույքերի քանակի մասին խոսեցիք, ես ցավոք սրտի առնչվել եմ կտակի գործի հետ։ Այդ ընթացքում ինձ մի հարց էր, չեմ ասի որ տանջում էր, բայց հետաքրքրում էր մի հարց։ Տեսեք, կան մարդիկ, որոնք ունեն ակտիվներ ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Կան բավականին գաղտնապահ մարդիկ, որոնք ամեն ինչի մասին չի, որ պատմում են իրենց շրջապատին։ Մի հատ իրավիճակ պատկերացնենք, ասենք ինչ-որ մի մարդ, ով ապրում է Հայաստանում, ունի ընտանիք, հաշտ է իր ընտանիքի անդամների հետ, ամեն ինչ լավ է, բայց ինչ-որ նպատակներից ելնելով, ասենք մտերիմներին չի պատմե, որ ինքը արտասահմանյան բանկերից մեկում ունի հաշիվներ կամ ունի անշարժ գույք երկրից դուրս, այսինքն այն տարածքում, որտեղ որ նոտարը կարծես թե չի կարենալու հարցում անի։ Ինչ է լինում այդ դեպքում, ինչ է լինում այդ ֆինանսական միջոցների գույքի հետ, չգիտեմ, բաժնեմասերի հետ, այդտեղ հազար բան կարա լինի։ Եթե, այո, եթե անձը չներկայացնի, որ հնարավոր ինչ կարող է ունենալ, կարող է օրինակ որպես կասկած ներկայացնի նոտարին, որ ես կարծում եմ կամ ենթադրում եմ, օրինակ մենք հենց այդպիսի դեպք ունեցել ենք, անձը եկավ, ասաց պապաս վթարից մահացել է, ես գիտեմ, որ Իսպանիայում ինքը տուն ունի։ Ես չգիտեմ իրականում ունի թե չէ, բայց գիտեմ, որ պիտի որ ունենա։ Մենք ինչ խորհուրդ տվեցինք իրավաբանի, փաստաբանի միջոցով, որպիսի մեր նոտարների միջոցով այդ հարցումը չի երկարի եւ այլն, ասացինք, որ այնտեղ հարցում արեք, այնտեղ թող պարզվի թե գույք ունի, որպիսի դա ժառանգության զանգվածի մեջ մտնի եւ մեր այստեղ տված վկայագրով վերջինս նաեւ գնա Իսպանիա ներկայանա այդ ժառանգության վկայագրով ավերացնի եւ Իսպանիայում այդ տունը, այսպես ասած, իր անունով ստանա։ Արդյունքում հենց կոնկրետ այդ դեպքում ինքը չհասավ դրան, ու մենք պրակտիկ գործողությունը չհասկացանք ինչպես էր դա Իսպանիայում դիցուկ իրականացվելու, Վալենսիա քաղաքում էր, Ալիկանտե կամ Վալենսիա, չեմ հիշում, այդ երկուսից մեկում էր, ու պարզվեց, որ
Պապան այդտեղ կին ուներ, այդ բնակարանը նվիրատվություն էր արել միջև մահանալը։ Այսինքն տունը կար, բայց դա ժառանգության առարկա չէր։ Առարկա չէր, հա։ Այսպիսի դեպք ունեցել ենք հակառակ դեպքը, Ռուսաստանում բազմաթիվ ճանաչում, շատ մեծ ճանաչում ունեցող մի գործարար էր դիմել անցյալ տարի, պարզվել էր, որ իր տատիկը ով Հայաստանի հետ ընդհանրապես կապ չուներ եւ որևէ հայկական արմատ չուներ, բայց իր տատիկը հայաստանյան բանկերից մեկում բավականին խոշոր գումար ուներ։ Եվ մենք արդեն իսկ այդ Ռուսաստանում տրված ժառանգության վկայագիրը Հայաստանում ներկայացեցինք բանկին եւ անձը այդ խոշոր գումարին ստացավ, այո։ Դուք ասում եք պարզվել էր, այդ ոնց էր պարզվում, ինձ այդ իսկ եթե չկա այդ տվյալը։ Իսկ եթե չկա, այդպես էլ այդ տվյալները կորում են։ Դոնց այդ փողը մնում է բանկում մինչև օրերի վերջ։ Ժամանակ, այո, մինչև չգաս, չհասնես եւ այլն։ Իսկ մյուս կողմը չի կարա դիմ, այսինքն բանկը չի կարա փորձի կապ կապի դուրս գալ ճշտի հարցում ուղարկի թե մարդը կա չկա ժառանգներն ովքեր են կարող է, բայց եթե ինքը իր քաղաքացին է, այսպես քաղաքացիության օրենքով արդեն իր երկրում դա եւս կարգավորում է, բայց մենք եթե քաղաքացին չի, ինքը ինչպես դա պետք է կարգի, այդ չգիտեմ օրինակ ինչպես հարցում անի, չգիտեմ, միգուցե օտարերկրյա օրինակ բանկերը կամ շանշարժ գույքի գործակալությունները ռեեստրներ ունեն այդ իրավական լծակը Հայաստան հարցում անել պայմանական Պողոս Պողոսյանը Իսպանիայում գույք ունի կենթանիա թե կենթանի չի կամ ոչ որ բանկի հաշիվներ կամ բայց ես կարծում եմ որ գործում է նաև մեր օրենսդրական կարգավորումների նման օրենսդրական կարգավորումները հավանաբար երկրները կունենան օրինակ մեր օրենսդրական կարգավորումը որն է ասում է որ եթե ոչ մի ժառանգ չկա չի հայտնվում ժառանգները տունը անցնում է բնակարանը տունը չգիտեմ անշարժ գույքը անցնում է պետությանը Երևի ֆինանսական ակտիվներն էլ, հա, եթե ժառանգություն չկա։ Այո, ենթադրում եմ, որ նմանատիպ ինչ-որ կանակարգել բան կա։ Մի հարց էլ ստեղ, իսկ տնօրինումը չի նշվում, ոնց պիտի տնօրինվի։ Այդ գույքը կամ այդ գումարը։ Որտեղ։ Պետությունը ոնց պիտի տնօրինի։ Թե ինքը արդեն ոնց նպատակահարմար է գտնում, այստեղ մի վերապահում կա ու ժառանգական հարաբերություններում հաճախ Եվ նաև մենք ունենք գոլեգա փաստաբանների հարաբերություններ խախտում են, մենք հետաքրքիր այսպեսի հարց ունենք, ասում այ երբ ժառանգությունը անցնում է ժառանգներին, նրանք նաև պարտավորություններն են վերցնում։ Հիմա այբ որ անցնում է պետությանը, ինչի պարտավորությունը չի վերցնում, էլի, հա։ Այո։ Օրենքում դա ուղիղ ամրագրված չի, բայց տրամաբանորեն չի վերցնում, այսինքն ինչի է պլյուսը վերցնում, իսկ մինուսը փաստորեն չի վերցնում։ Բայց այսինքն եթե քաղաքացի իրանք վերցնում, բայց եթե ժառանգություն անցավ պետությունը ամբողջությամբ դառնում է դրա սեփականատեր եւ ինքնուրույն արդեն տնօրինում է։ Մի փոքր ժամանակ ունենք պարտավորությունների մասին էլ խոսենք։ Իսկ դու կարող ես պարտավորությունները կտակել։ Կտակել օրենքն ասում է գույք Իսկ մեր օրենքի իմաստով գույքը դա ցանկացած դրամական միջոց է եւ այլն։ Հիմա պարտավորությունը որպես գույք դիտարկել մի քիչ սխալ է ու ասես որ դու կարող ես պայմանով անել, օրինակ ասել ես քեզ կտակում եմ սա։ Եթե կատարես SS պարտավորությունները։ Իսկ եթե չի ասում, ինչ ալնում պարտավորությունները։ Պարտավորությունները միևնույն է անցնում են։ Հա, նույն տրամաբանությամբ, այսինքն կեսը կնոջը կամ ամուսնուն, մնացածը բաժանվում է զավակների միջև։ Այո։ Այսպես է։ Պարտավորությունների մասով հիմնականում մարզերում մենք ունենք այդ խնդիրը, շատերը չեն ուզում ժառանգություն ունենալ, որտեղ ունեն պարտավորություններ եւ իրենք ունեն, եւ նաեւ այդ մահացած անձի, չգիտեմ ինչ որ կապված, հա։ Բայց ցավոք սրտի հենց հիմնականում խնդիրը նա է, որ իրենք չեն ուզում, հիմնականում հեն ժառանգը ինքը չի ուզում վերցնել այդ գույքը, որ պարտավորությունները իր չփակվի այդ գույքով։ Այստեղ արդեն գալիս է հակառակ process-ը, նույն օրինակ բանկերը սովորաբար ասում են հələ մտի ու ժառանգությունը ճանաչի, որ հետո ես կարողանամ քեզանից այդ տունը գանձեմ, որովհետև դու ինձ պարտքես։ Մանուշ ճիշտ եմ հասկանում, որ այն ֆիլմերում հոլիվուդյան, որ մենք մեկ դեպքեր ենք ունենում, որ մարդը իր համար ապրում, վերջում պարզվեց, որ ինչ որ կա մի հատ տատիկ, որ իրան $1 միլիոն է թողել, նույն հավանականությամբ կարող է ինչ որ $1 միլիոն պարտք թողի քեզ այդ տատիկը։ Ինքը ոչ թե չէ, պարտքը այդ մասով չի թողում, այդ չի դրա մասին չի խոսքը, այսինքն իր պարտավորությունները կամ պարտավորությունները, որը անձի մահանալով ավարտվում են։ Մենք խոսում ենք այն պարտավորությունների մասին, որ ժառանգը ինքն է վերցնում, այսինքն չէ, իսկ եթե չկա գրած կտակ։ Եթե չկա պարտավորություն, եթե չկա
գրած, չկա նոտարում գրանցված։ Կա մի մարդ, ով որ ունի, չգիտեմ, ասենք ինչ-որ վարկային Չէ, միջոցներից պարտավորությունները իր դադարում են անձի մավանով։ Այնտեղ անձի մավանով պարտավորությունների մեծ մասը դադարում են։ Բայց օրինակ եթե ինքը ունի գույքահարկ, պայմանական այդ գույքի վրա, այդ Դե հա, գույքահարկը գույքարկը գույքին է կապած, մարդուն չի կապած։ Բայց իր հետ անձի հետ անխզելիորեն կապված պարտավորություններ, օրինակ, չգիտեմ, նույն վարկ ունի եւ այլն, եթե երաշխավոր չկա, եթե ինչ-որ ոչ Այո, եթե տակը գրավ չկա, ուղղակի եթե տակը գրավ կա, ապա երևի թե ընդունողը գրավի բանը, հա։ Մենք հիմնականում մեր խնդիրը Հայաստանյան խնդիրը հետեւյալի մասին է, որ սովորաբար հենց ժառանգը ինքը չի ուզում վերցնել գույքը, որովհետեւ ինքը ունի պարտավորություններ ու եթե վերցնի իր պարտավորությունները արդեն այդ գույքի վրա կգնա։ Այո, կգնա։ Դրա համար չեն անում ու հիմնականում բանկերը այդ պրակտիկան շատ լավ օգտագործում են, մտնում են դատարան, ասում են Պողոս Պողոսյան, մենք գիտենք, որ դու ժառանգ ես, Պետրոս միտումնավոր չես ընդունում, որ մենք չստանանք մեր ստանալիքը։ Պարտադրում են վճռով։ Պարտադրում են, այո, դա կա։ Այսինքն կարան վճռով պարտադրեն ընդունել ժառանգություն։ Այո, սա ուղղակի ոնց որ դատական արդեն process-ներ է եւ բանկերի կողմից բավականին ակտիվ օգտագործվում, որտեղ վերջին շրջան պրակտիկան հենց այդպիսին էր։ Իհարկե այնտեղ բանկերն էլ ունեն խնդիր, շատ բանկեր, այդ իրավաբանական վարչությունական բանկերի հետևողական չեն լինում անձի մահացած լինելու այդ ժամկետին ու մեկ բաց են թողում։ Եթե ժամկետը բաց թողեցին, արդեն բոլոր ուրախ են եւ երջանիկ, ասած բացի բանկից։ Բայց եթե ժամկետի մեջ իրենք տեղավորվում են եւ հետևողական են, այդ խնդիրը իրենք շատ արագ լուծում են։ Այսքանը այսօր սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, օրենքից էինք խոսում, Մանուշ Եսայանն է այս հաղորդման հեղինակը, առաջին խոսափողի մոտ, ես վարեցի այն ձեզ համար Դավիթ Խումարյանը երկրորդ խոսափողի մոտ, հաջորդ շաբաթ նորից օրենքից ենք խոսելու, ելի ինչ որ հետաքրքիր բան կգտնենք, որը միգուցե ձեզ պետք գա, միգուցե ձեզ պետք չգա, բայց ամեն դեպքում օրենքը իմանալը շատ լավ բան է, որովհետև չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Այնպես որ լսեք մեզ, բաժանորդագրվեք մեզ սոցիալական հարթակներում այսօր այսքանը։